Պարոն նախագահ, ես երբեք չեմ կարողանում մոռանալ, երբ որ դուք բանակցում եք Ալիևների հետ։ Ուղղակի սարսափում էին նրանք։ Ես հիմա ուզում եմ, որ դուք նորից այդ նույն սարսափը պատճառեք այս մյուս Ալիևին, կրտսեր Ալիևին։ Լինելու է, բայց մի հարց, դուք գլխինում եք ինչու և ովքեր չեն ուզում, որ դուք դառնաք Հայաստանի ղեկավար։ Օրինակ ոնց կպատասխանեք այդ հարցին։ Ովքեր և ինչու չեն ուզում, որ դուք դառնաք հաղթանակած վարչապետ։ Իստում այդ հարցի պատասխանը բոլորը ունեն։ Ես ասեմ, նախանձները, անկարողները և ռուսները մի լավ ասացվածք ունեն, ասում են դուրական զակոն не պիսան։ Մեր երկիրը հիմա ղեկավարում են այդ դուրակները, փրկեք այս երկիրը։ Դուք պարտավոր եք, եթե հիշում եք, Ֆրանսիայի հրապարակում երբ ես մոտեցա ձեզ, խնդրեցի, նույնիսկ չխնդրեցի, ասացի պարոն նախագահ, ես որ ձեզ աղաչում եմ, ոչ խնդրում եմ, ես ձեզնից պահանջում եմ, որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի, ով իր կյանքը նվիրել է այս երկրին։ Ես ձեզնից պահանջել եմ, որ դուք դուրս գաք։ Շնորհակալություն, նայեք, դուք պարտավոր եք։ Այս իշխանությունը, նու կոնկրետ, եթե չեմ սխալում, ուղղակի միանգամից հիշողությանը գալիս հետևյալը կառավարության նիստին վարչապետը ուղղակի ասում է, որ մենք տգետ ենք, բոլորս տգետ ենք եւ կրկնեմ այսպես, ոչ մեկ դայլիճում չասեց, որ ինքը տգետ չի։ Բոլորը ընդունեցին։ Սա ուսապարկային կառավարում է։ Ես եմ եղել նախագահ, եղել եմ վարչապետ։ Ես չեմ պատկերացնում ոնց է կարելի կառավարության անդամներին նստացնել եւ ուղղակի ասել տգետ եք դուք։ Չեմ պատկերացնում։ Ինքնասիրություն ունեցող մարդը այդ միջավայրում չպիտի աշխատի։ Եթե քո ինքնասիրությունը պաշտոնի դեմ վետարազնեն ես անում, դուք չեք գտնի մեկ պաշտոնյա, որի ես իմ բնավորությամբ ես խիստ մարդ եմ, բայց որի արժանապատվության ես որևէ անգամ, որը մեկ անգամ կպացել եմ։ Չեք գտնի պաշտոնյա, ինչքան իմ ժամանակ աշխատած մարդիկ կան, իրենց սարսրեք։ Դու եթե պաշտոնյայի արժանապատվության, եթե գործը դրան է հասնում, արժանապատվության պիտի կպնես, որը միջև կպնելը պիտի գործից ազատես։ Բայց դա քեզ թույլ չպիտի տաս, որովհետև այդ մարդը հետո պիտի աշխատի։ Արժանապատվություն չունեցող մարդը պաշտոնում չպետք է։